Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, խոստացվածի համաձայն շարունակելու եմ պատասխանել ձեր կողմից առաջ քաշված հարցերին, ձեր կողմից առաջ քաշված հարցադրումներին, եւ եթե որևէ հարց այս թողարկման ժամանակ պատասխան բաց կմնա, հաջորդ տեսաուղերձների ժամանակ կպատասխանեմ նաև այդ հարցերին։ Մի քանի հարցեր առանձնացրել եմ, օրինակ հարցնում եք, թե Նարեկ Կարապետյանի կողմից խոստացված 300,000 աշխատատեղերի ստեղծումը որքանով եմ համարում իրատեսական։ Հարգելիներս, այդ մասին մի քանի անգամ առիթ ունեցել եմ պատասխանելու եւ ասել եմ, որ այդ հայտարարությունը ինձ համար ոչ իրատեսականների ժանրից է։ Ես ռեալ չեմ համարում, որ հնարավոր է իշխանության գալու դեպքում, ինչպես Նարեկ Կարապետյանն է խոստանում իր տարբեր մարզային հանդիպումների ժամանակ, որ ամեն ամիս ստեղծելու են 1000 աշխատատեղ, ես այդ ամենը ռեալ չեմ համարում եւ իրատեսական չեմ համարում։ Դուք պատկերացնում եք, մենք այսպես բառացի, բերանացի լսում եք, որ 1000 աշխատատեղ, բայց այդ 1000 աշխատատեղ ստանալու ունենալու համար պետք է կառուցել այնպիսի հսկայածավալ գործարան, այնպիսի, ասում եմ, մեծ արտադրության մասին պետք է խոսք գնա, այնպիսի մեծ գործարանների կառուցման մասին պետք է խոսք գնա, որոնց ասենք օրինակ այդ գործարանների բուֆետը իմ պատկերացմամբ առնվազն պետք է համապատասխանի գոնե կրկեսի ծավալներին, բայց մենք տեսանք, չէ՞, մի հատ կրկեսը կառուցելու համար քանի տարի պահանջվեց Այտուն Կարապետյանների ընտանիքից, որպեսզի նրանք այդ վերջին քարը դնեին եւ կրկեսի, այսպես ասած, դռները բացեին հայ հանրության առաջ։ Եվ արդեն ասել եմ մի դեպ, որ մի սերունդ այդպես էլ չիմացավ, թե ինչ բան է կրկես ասվածը։ Հիմա եթե մի կրկեսի շենք է, մարդիկ տարիներով չէին կարողանում բերել եւ այսպես ասած վերջին քարը դնել։ Ուզում եմ պատկերացնենք միասին, էլի այդ 1000 աշխատատեղ ամսական կտրվածքով ոնց եմ պատկերացնում։ Լավ, ենթադրենք ամսական ասում են 1000 աշխատատեղ, բայց 300,000-ի հարցը լավ ոնց ենք լուծում, Նարեկ Կարապետյան։ Այսինքն դուրս է գալիս, որ դուք պետք է 25 տարի շարունակեք անխախտ մնալ ձեր աթոռներին, ձեր իշխանական աթոռներին, ենթադրենք հաղթել եք, եկել եք, հասել եք տեղ։ Պետք է շարունակեք մնալ այդ աթոռների, որպեսզի կարողանաք իրագործեք ձեր այդ խոստացած ամսական 1000 աշխատատեղը, որ գա կազմի 300,000 աշխատատեղ, արդյունքում ունենանք այդքան աշխատատեղ։ Այսինքն սահմանադրություն ենք փոխելու, նոր որոշումներ ենք ունենալու, սահմանադրության մեջ նոր կետ ենք ավելացնելու, ինչ եք անելու, վերցնելու եք սահմանադրությունը, ճղելու եք, նորը գրելու եք, որ պետքա Կարապետյանները, ասենք, չգիտեմ, 25 տարով այսպես թագաժառանգներով գալու են երկիրը կառավարեն, որ այդ 300,000 աշխատատեղի խնդիրը լուծեն, հա, Նարեկ Կարապետյան։ Ես մի հատ այդ ուզում եմ հասկանանք, էլի այդ առեղծվածը որտեղ է, թե օրինակ ձեզ ինչ-որ կենտրոններից, չգիտեմ, տարբեր այսպես արտաքին կենտրոններից կարող է ձեզ խոստացել են, որ Հայաստանի Հանրապետությունը 25 տարով որպես կտակ ժառանգելու են, ու դուք այդ կտակը 25 տարի պահելու, փայփայելու եք ձեր ձեռքերում, որպես կտակ ստանալու եք իշխանությունը ու ստեղծելու եք 300,000 աշխատատեղ 25 տարում։ Ախր խոսեք նենց բաների մասին, ներկայացրեք այնպիսի ծրագրեր, այնպիսի առաջարկ ներկայացրեք հանրությանը, որ մի քիչ այդ ամեն ինչը, ասում եմ, խելքին մոտիկ լինի։ Հիմա Թումանյանն ու Աղայանը պատկերացնում եմ այդ մարդիկ իրանց, չգիտեմ, 1000 ներեգություն պարկած տեղը ինչ եղան, որովհետև ասում եմ այս դրվագով Նարեկ Կարապետյան ինձ հիշեցնում է անհաջող հեքիաթ ասացի, որովհետև հեքիաթներ կան, որ մեծ իմաստություն կա այդ հեքիաթների մեջ, այդ հեքիաթներով երեխաները դաստիարակվում են, կրթվում են, այդ հեքիաթները ուսանելի են, բայց Նարեկ Կարապետյանի ես հեքիաթը ընդհանրապես ուզում եմ հասկանամ ումա պետք, երբ որ այդ ամեն ինչը ասում եմ, ընդամենը թոս փչելու համար է, ընդամենը դա ականջահաճո պաթետիկ հայտարարություններ են, ականջահաճո խոստումներ են եւ ուրիշ դրանից ոչ ավելին։ Անցնեմ երկրորդ հատվածին, երբ Նարեկ Կարապետյանը ասում է, որ օրինակ
պետք է գան, օգնեն մանր բիզնեսի ներկայացուցիչներին, ազատելով նրանց հարկային բեռից, հարկային պարտավորվածություններից, եւ որ ամեն ինչ անելու են, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծեն մանր բիզնեսը զարգացնելու եւ մանր բիզնեսի ներկայացուցիչների համար առավել այսպես բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Նարեկ Կարապետյան, եթե այդքան շատ եք մտածում մանր բիզնեսի զարգացման մասին, այդքան շատ եք մտածում մեր ազգաբնակչության մասին, առևտուր անող մարդկանց մասին եւ այլն, դուք ինքներդ այդ գաղափարը, այդ ցանկությունները, այսպես ասեմ, սկսեք ձեր սեփական տարածքից, օրինակ ձեր բիզնես կենտրոններից, որտեղ աշխատում են մանր բիզնեսի ներկայացուցիչները։ Եթե ես չեմ սխալվում, եթե սխալ կասեմ, կխնդրեմ մեկնաբանությունների բաժնում ուղղեք, հաջորդ անգամ առավել հստակ թիվը կհայտարարենք։ Իմ ունեցած տեղեկություններով, օրինակ Տաշիր առևտրի կենտրոնում այդ մի քանի, չգիտեմ, քառակուսի մետր տաղավարների համար նույն այդ առևտուր մանր բիզնեսի ներկայացուցիչը, ով որ մանր բիզնես է փաստորեն ծավալում, ձեր առևտրի կենտրոնում վճարում է այդ մի քանի քառակուսի մետր տաղավարի համար գոնե 400-ից 500,000 դրամ։ Դուք ուզում եք օգնեք մանր բիզնեսին, վերանայեք ձեր գնային քաղաքականությունը, նպաստեք, օգնեք, որպեսզի մանր բիզնեսը էլ ավելի կայանա, էլ ավելի զարգանա։ Այդ նպաստավոր պայմանները, ասում եմ, սկսեք ստեղծել ձեր սեփական տարածքից, ձեր սեփականություն հանդիսացող այդ բիզնես կենտրոններից։ Այ օրինակ, եթե ես լսեմ, որ դուք առաջիկայում կվերանայեք ձեր այդ, չգիտեմ, մարքեթինգային քաղաքականությունը եւ օրինակ որոշում կկայացնեք, որ ձեր սեփական այդ, չգիտեմ, կենտրոններում, արդեն ասացի, բիզնես կենտրոններում այդ 400-500,000-ի փոխարեն մարդիկ ավելի քիչ գումարներ կվճարեն, ասում եմ, ամեն մի մանր բիզնեսի ներկայացուցչի պարագայում 100,000 դրամ գնացեք զիջումների։ Դուք էլ շատ լավ գիտեք, չէ՞, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես ասում են, օրն ու հալը շատ լավ գիտեք, թե ինչ վիճակում են մարդիկ գտնվում։ Շատ լավ գիտեք, որ այսօր իրականում նաև այդ նույն առևտրականների համար, այդ նույն առևտրով զբաղվող մարդկանց համար էլ մեծ խնդիրներ կան, մեծ դժվարություններ կան, այդ մաքսատուրքերի հետ կապված, բազում խնդիրներով պայմանավորված, այդ մարդիկ ինչքանով որ ես տեղյակ եմ, բավականին քիչ եկամուտներով են կարողանում, այսպես ասած, գոյատևել եւ իրենց մանր բիզնեսը, այսպես ասած, չտանել վերջնական, ասել է թե բանկրոտի։ Բա ինչի՞ չեք օգնում այդ մարդկանց, բա ինչի՞ չեք օրինակ գնում զիջումների, արդեն ասացի, ձեր սեփական այդ տարածքներում, ձեր սեփականություն հանդիսացող բիզնես կենտրոններում։